Բարև սիրելի բարեկամներ, բարև սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ, սկզբի համար կխնդրեմ, չեք մոռանում ձեր լայքերը, չեք մոռանում գրանցվեք իմ ալիքին, որը որ շատ կարևոր է ինձ համար։ Հիշեք, որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը, ժողովուրդ ջան, կներեք այսօր մի քիչ ուշ մտա եթեր, քանի որ ես միշտ աշխատում եմ այնպիսի ժամի մտնեմ, որ Լոս Անջելեսի հայերն էլ զարթուն լինեն, որ իրանք էլ կարողանան դիտեն, այսօր չստացված, հենց որ կխնդրեմ որ կիսվեք այս վիդեոն իրենց հետ, եթե բարեկամներ ունեք, ծանոթներ ունեք, որ անպայման երբ որ զարթնեն կարողանան դիտեն, շատ ժամանակ որ այդ պահը բաց են թողում, քնած են լինում կամ զբաղված են լինում, ոնց որ ասում եմ, հետո YouTube-ը այդ չի առաջարկում իրանց, որ այդ եթերը տեսնեն նորից, հա։ Դրա համար կարևորել է, որ զանգակը սխմեք։ Ժողովուրդ ջան, մի քիչ վատ լուր ունեմ, այս Լոս Անջելեսում ինչ սկսվել է այդ բողոքի ակցիաները Ամերիկայի կառավարության դեմ, արժի ոչ թե կառավարության դեմ, այ իրականում բողոքում են, որտեվ էմիգրանտներին ձերբակալում են, ժողովուրդ ջան, եւ դեպորտ են անում, հանում են երկրից, եւ այդ բողոքի ակցիաների ֆոնին մեր իմացած գոնե տարբերակով մենք չենք կարողանում զանգել Վարդան Ղուկասյանին, անհնարին է դարձել, ճիշտն ասած չեմ զրուցել դոկ կուսակցության հետ, չեմ իմանում այնտեղ իրավիճակը ինչպիսին է, բայց գոնե մեր մոտ այսպիսին է, որ արգելված է այս պահին զանգ կատարել Վարդան Ղուկասյանին, զրուցել Վարդան Ղուկասյանի հետ, հետաքրքրվել իր առողջությամբ կամ գոնե իմանալ, որտեվ մենք շատ ենք ճիշտ ասած ուզում իմանանք, թե դատը ինչու այսքան հետաձգվեց, որտեվ սկզբից գիտեք ամսի 4-ի մասին էր խոսք եթում, հետո փոխվեց մինչև մույս ամիս 2-ը, հա։ Եվ այս հարցերի պատասխանը տենց էլ չկարողացանք ստանալ, քանի որ տենց էլ չհաջողվեց Վարդան Ղուկասյանի հետ կապնվել։ Հենց որ համել ուզում եմ զգուշացնել, ժողովուրդ ջան, հաստատ ձեզնից շատերը հենց այդ նույն միջոցով զանգում եւ խոսում էիք Վարդան Ղուկասյանի հետ, այս պահին անհնարին է։ Չգիտեմ, երբ կակտիվանա, չգիտեմ, երբ նորից թույլ կտան զանգել, դա կարող է լինի ամեն պահ, երբ որ այնտեղ կհանդարտվի, չգիտեմ, ժողովուրդ ջան, բայց գոնե այս պահին այս վիդեոյի նկարահանման պահին դա անհնարին է։ Մենք երևի ամսի իշքա 6-ից թե 7-ից փորձում ենք եւ չենք կարողանում։ Էսի սենց ժողովուրդ ջան, հիմա ես մի երկու հարց ուզում եմ զրուցել ձեզ հետ, մանավանդ Վարդան Ղուկասյանի մի քանի աջակիցների հետ, ուրեմն ես մի հատ սենց ասեմ, որ ձեր համար ընկալելի լինի, ժողովուրդ ջան, երբ որ դուք իմ ալիքում գրում եք կոմենտներ, հա, մեկնաբանություններ, ես կարողանում եմ ձեր իստորիան հետ, ձեր պատմությունը իմ էջի մասին է խոսքի, ձեր պատմությունը տեսնել։ Այսինքն, երբ որ ես տեսնում եմ ինչ որ տարօրինակ հաղորդագրություններ, տես կոմենտներ, մեկնաբանություններ կամ առողջ կրիտիկա, ինչու ոչ, ես միջև պատասխանը կամ միջև վերլուծելը, թե այս մարդը ինչու է այսպես վերաբերվում իմ արած գործին, միշտ ուզում եմ տեսնել, թե ինքը մարդ է, թե մարդ չի, ինչ նկատի ունեմ, թե ոտ է, թե ոչ չի, այսինքն մտնում եմ, ես տեսնում եմ ինքը ինչ պատմություն ունի իմ ալիքում, որ վիդեոների տակ է գրառում կատարե, ինչ է գրել, հա, հասկանում եք, ինչի մասին է խոսքը, եւ պարզվում է, որ քչերը, ոչ շատերը, բայց մի քանի Վարդան Ղուկասյանի աջակիցներ, իհարկե առանց անունների, որտեվ ես ընդունում եմ առողջ կրիտիկան, հա, բայց հիմա ես իրանց կպատասխանեմ, կարծում եմ, որ իրանց մոտ ընկալելի կլինի։ Մի քանի Վարդան Ղուկասյանի աջակիցներ հենց այդ նույն պատմությունով իմացել են, որ իրանք Վարդան Ղուկասյանի աջակիցներն են, որտեվ հենց Վարդան Ղուկասյանի տեսանյութերի ժամանակ եղել են շատ ակտիվ, շատ կոմենտարիաներ են գրել եւ այսին վերջի վիդեոներին ինչ որ բացասական մեկնաբանություններ են գրել, մանավանդ Տերսակի հետ ելույթների ժամանակ, բացահայտումների ժամանակ, որ գիտեք ինչ կա, դուք Նիկոլի ջաղացին ջուր եք լցում եւ այլն եւ այլն։ Նայեք, ժողովուրդ ջան, ուրեմն Վարդան Ղուկասյանի աջակիցներ, ովքեր որ տենց են մտածում, հատուկ, որտեվ մի գեր մեծ մասը իհարկե տենց չի մտածում, փառկաստու ընկալում է իրականությունը։ Ուրեմն նայեք, եթե ես խոսում եմ մեր եկեղեցի խնդիրների մասին, սա նշանակում է ձեզ համար, որ ես Նիկոլ Փաշինյանի ջրաղացին ջուր եմ լցում, դուք չարաչար սխալվում եք ու հիմա ես ձեզի կապացուցեմ։ Նախ մեկ, ամենահասարակը, որ ես շատ շուտվանից եմ խոսում այս թեմայի մասին, կխնդրեմ մտնել իմ ալիքը եւ հետազոտել, կտեսնեք ես ինչքան վիդեոներ ունեմ
հոգևորականների մասին, մի անգամ էլ հոգևորականը հայոյել էր ինձ դրա համար։ Իսկ հիմա ամենակարևորը, նայեք, դուք շատ լավ գիտեք, չէ՞, Անժելային, շատ լավ գիտեք, չէ՞, Հայլի ակումբի Անժելային։ Գիտեք, չէ՞, ինքը ինչ կամ իրանք, հա, ինչ ներդրումներ ունեն Վարդան Ղուկասյանի այսօրվա կարգավիճակի համար։ Շատ լավ գիտեք, չէ՞։ Համի նույն այդ նույն Հայլի ակումբը ջանք ու եռան չի խնայում Գարեգին բային պաշտպանելու համար, սենց ատամներով պահում է։ Իրանց գործն է, իրանց խոսքի ազատությունն է, այս իրանց բան չունեմ ասելու։ Ես ձեզի փաստ եմ բերում։ Ջանք ու եռան չի խնայում։ Մի հատ դուք ուշադրություն դարձրեք։ Համի ինձի պատասխանեք։ Եթե այն նույն մարդիկ, ովքեր որ ջանք ու եռան չեն խնայում, որ Վարդան Ղուկասյանը մնա բանտում, անարդարացիորեն, հա, ու այդ նույն պահին ջանք ու եռան չեն խնայում, որ Գարեգինը մնա իր պաշտոնին, համի դուք չեք կարծում, որ սրանք նույն այսպես կոչված թայֆի անդամ են, չեք կարծում, եւ Գարեգինը նույնպես ուղակի կամ ոչ ուղակիորեն կապ ունի Վարդան Ղուկասյանի այնտեղ բանտում գտնվելու հետ։ Չեք մտածել սրա մասին։ Բա մի հատ մտածեք։ Ու մի հատ էլ հիմա էլ շատ Վարդան Ղուկասյանի հետևորդներ կհաստատեն, որ այս նույն բացահայտումները, որը որ Տեր Սահակը կատարում է իմ հաղորդումներում, իմ էջում, այս նույն բացահայտումները Վարդան Ղուկասյանը արել է տարիներ առաջ։ Նույն բացահայտումները տարիներ առաջ, համինչ Վարդանը Նիկոլի ջրաղացին ջուր էր լցում, էսա ձեր լոգիկան։ Ինչու դուք չեք ուզում վերլուծել եւ ճիշտ հասկանալ պայի ընկալումը։ Հիմա շատերի մոտ հարց կառաջանա, հա լավ, բա այն ասում է թուրքերի այդ Փաշազադեյա, եսի ինչ Զադեյա, ինչ էին ասում, ոբշեմ։ Էդ ինչի հելավ բան արեց։ Գարեգինի մասին խոսած, նոր Նիկոլը հիշավ, որ պետք է Գարեգինի մասին խոսա։ Իսկ ես ուրիշ ձև եմ ընկալում այս ամենը, ժողովուրդ ջան։ Նայեք, ես ձեզի մի անգամ իմ մասնագիտական հնարքներից օգտագործել եմ իմ եթերում, հիմա էլ պետք է մի մասնագիտական գաղտնիք ձեզի ասեմ, քանի որ ես տրեյդեր ոլորտի մարդ եմ եւ հասկանում եմ մանիպուլյացիայի հոգեբանությունը, ձեզի բացատրեմ, ժողովուրդ ջան։ Երբ որ տրեյդերը ով չգիտի, բաժնի տոմսերի առնել ծախելն է, ժողովուրդ ջան։ Դու անալիզ ես անում բաժնի տոմսերը, հա, էժան առնում ես, թանկ ծախում ես, ասես ասեմ, որ հասկանալի լինի։ Այսօրվա անկալման, որ ձեզի ավելի հեշտ լինի, եկեք բաժնի տոմսերը դնենք միան, խոսանք կրիպտո արժույթներից, որոնք որ ավելի հասանելի են, հա, ավելի ընկալելի են ձեր համար։ Երբ որ մեծ թափով տրեյդերները ցանկանում են արդեն վաճառեն իրենց էժանով գնած արժույթները, կլինի դա կրիպտո արժույթ թե բաժնի տոմսեր, ինչ են անում, իրանք մանիպուլատիվ նորություններ են տարածում։ Հասկանում եք, այսինքն երբ որ գինը աճում, ժողովրդի մոտ իրանք տարածում են, ավելի ոչ թե ժողովրդի մոտ, դա սխալ է, այ պոտենցիալ գնողի մոտ, խամի մոտ, այն որ խակի մոտ, սենց ասեմ, որ հասկանանք, որ նոր է գալի, իրանք սենց ուզում են առնեն, բայց հələ բանից գլուխ չեն ան։ Պոտենցիալ ինֆորմացիա են տարածում, որ համի վախտն առնելու, այ համի պահնը, նայեք ես 2 ամսում ոնց է գինը հել է, այ մի պիտի առնեք, ու այս ինֆորմացիան իրանք սկսում են տարածել ազդեցիկ մարդկանցով, դա լինի թե բլոգերներ, հա, այդ ոլորտի բլոգերներ, թե մեծահարուստ մարդկանցով, քանի որ իրանք էլ հենց աշխատում են իրանց համար, այդպիսի մեծ տրեյդերները, սկսում են տարածել այդ ինֆորմացիան, մարդիկ եթում են արդեն առնում են, բայց ինչ են առնում։ Առնում են տրեյդերների գնած էժան գներով բաժնի տոմսերը, հասկանում եք, բաժնի տոմսերը, եւ տրեյդերը մեծ քանակությամբ ծախելով իրանց վրա գինը ընկնում է։ Այսինքն իրանք ինչ են անում, իրանք մասային տանում են մի ուղությամբ,
որը որ իրանց թվում է թե այդ ուղությունը ճիշտ ուղություն է, բայց իրականում այդ ուղությունը կորուստի ուղություն է։ Իրականում իրանք խափելով massային աշխատում են գումար։ Նայեք մասնագիտական գաղտնիք եմ ձեզի ասում։ Այդ ձև է լինում։ Սա խոսքը արդեն մեծ տրեյդերների մասին է։ Եվ այդ տրեյդերը անպայման չի լինի հենց պրոֆեսիոնալ տրեյդեր։ Այդ տրեյդերը կարա լինի սովորական մարդ, բայց մեծահարուստ, ազդեցություն ունեցող մարդ, եւ այդ նույն մանիպուլյացիան անի։ Այդ նույն մանիպուլյացիան մի քանի անգամ արել է Էլոն Մասկը։ Նույն Էլոն Մասկը։ Մի քանի անգամ առնելով ինքը ինչ անում, սկզբից բիտկոյնը առնում մեծ քանակով։ Հետո ժողովրդին ասում է, ես բիտկոյն եմ առնում։ Այդ ժողովուրդը, այդ իր հետևորդները այդ X պլատֆորմում վազելով իցումա բիտկոյն առնելու, ասում է, վայ, Էլոնը առել է, այսա գինը հելնում է։ Իրականում իրանք այդում են վազելով առնում են, քանի որ շատ քանակությամբ այդում են առնում են, գինը բարձրանում է, Էլոնը ծախում է մեծականակ։ Հասկացաք։ Գինը ընկնում է, ստե հաղթողը լինում է մի հոգի, դա Էլոն Մասկն է, եւ տրեյդերները։ Իսկ սրանք այդ վազող եկողները բոլորը մնում են կորուստի վրա։ Կորուստի վրա։ Իսկ երբ որ սկսում են կորուստ կրել, այդ կորուստը իրանք այդ վախից վայ կորցնում են, վաճառում են, արդեն կորուստով ասում են գոնե էսի վաճառեմ, որ էլ կորուստ չլինի։ Եվ այդ նույն ծախողը հետա գալի, տրեյդերը հետա գալի, այդ նույն մարդուց նույն բանը ինչը որ ինքը ծախել է, նորից էժանով վերցնում է, առնում է եւ գինը բարձրացնում է։ Այս նույն բանը հիմա անում են թուրքերը, քանի որ թուրքերի ռազմետկեն շատ լավ է աշխատում ցավոք սրտի, եւ իրանք ուզում են, որ գարեգինը մնա, այն նույն գարեգինը, ով կատարել է սպիտակ գենոցիդ կամ մինիմում չի խոչընդոտ է սպիտակ գենոցիդին Հայաստանում, սպիտակ ցեղասպանություն Հայաստանում, իրանք ուզում են, որ ինքը մնա։ Դրա համար իրանք մեկ քայլ շուտ այդ հայտարարությունը արեցին, շատ լավ իրանք ռազմետկի տվյալները վերցնելով, որ կառավարությունը Հայաստանի դժգոհություն է սկսելու հայտնել Գարեգինի նկատմամբ, այդպիսի բան արեցին։ Ամի դուք, ես ձեզի նայեք ասում եմ, զգուշացնում եմ, դուք ուշադիր եղեք, թե ովքեր են հմի Գարեգինի պոչը պահում, ուշադիր եղեք։ Այդ նրանք այն նույն մարդիկ են, ովքեր որ իհարկե ոչ բոլորը, բայց շատերը նույն մարդիկ են, նույն մաֆիան է, նույն կլանի ժողովուրդն են, ովքեր որ Վարդան Ղուկասյանի պահում է եւ բանտում, եւ ամեն ինչ անում է եւ ամեն ինչ անելու է, որ Վարդան Ղուկասյանը մնա բանտում։ Եղավ։ Բա Գարեգինը լավն էր, Հայլի ակումբներ էլ է սենց ուժեղ պահամ էր, 30 տարի, ավելի Սերժի, Ռոբերտի, Սերժի ժամանակ, մանավանդ այդ երկուսի ժամանակ, հա, Լևոնին չեմ արդարացնում, պրոստը մանավանդ այդ երկուսի ժամանակ, Հայաստանում եղել է սիպտա, այմի ես որ դուսն եմ ապրում, այդ գենոցիդի արդյունքն է, այդ ձեզնի շատերը որ դուսն են ապրում, այդ դա այդ գենոցիդի արդյունքն է։ Եվ Գարեգինը երբեք ոչ մի խոսք չի ասել, երբեք չի փորձել կանխել Հայաստանում կատարվող սպիտակ գենոցիդը։ Երբեք, բացի դրանից, այն բոլոր մանրամասները, որը մենք որ խոսացել ենք Տեր Սահակի հետ։ Եվ վատլուր ունեմ այդ ճուզողների համար, Տեր Սահակը դեր վերադառնալու է այստեղ, երևի շաբաթ օրը նոր եթեր կունենանք նոր բացահայտումներով։ Նենց որ ժողովուրդ ջան, ամեն բան չի, որ պետք է մատերի արանքով նայենք։ Վայ, գիտես ինչ կա այդ թուրքի մուլան տենց ասեց։ Ջանդամ թե չասես, կարող է նա դու ասեց, որ գցենք դուք էլ տենց մտածեք, բայց չեք մտածում դրա մասին։ Ներողություն եմ հայտնում, որ մի քիչ երկար բացատրեցի, բայց ուրիշ տարբերակ չկա, ես էլ չգիտեմ ոնց բացատրեմ, որ ինֆորմատիվ մանիպուլյացիան հասկանաք ինչ հզոր զենք է։ Դու մի ամբողջի կարող ես ղեկավարել այդ մանիպուլյացիայով, հավատացնելով, որ ձեզ համար լավ է, բայց իրականում շահողը դու ես, իսկ կորուստ ունեցողը իրանք։ Այսօր համար է ես բացատրում, որ դուք հասկանաք։ Այդ իմ ասած բացատրած այս ստրատեգիան ժողովուրդ ջան շատ աշխատում է, ավելի շատ
ճիշտն ասած աշխատում է բաժնետոմսերում, քան թե կրիպտո արժույթներում, քանի որ կրիպտո արժույթում մի քիչ իրավիճակը ուրիշ է, անդե մի քիչ արագ կարում ես ծախես, համ էլ 24 ժամ այդ շուկան բաց է։ Պրոստը ես դեզի տենց բացատրեցի, որ դուք արագ ընկալեք։ Իսկ բաժնետոմսերում այս ստրատեգիան շատ լավ է աշխատում, որովհետև շատ ժամանակ, երբ որ գինը բաժնետոմսի բարձրանում է, դու շատ լավ շահույթի մեջ ես, բայց մարդ չկա, որ գնի, հասկանում եք։ Այսինքն այստեղ է գալի այս մանիպուլյացիան, ամբողջին բերել շուկա, որ իրանք սկսեն այդ էֆորիայի տակ գնի բարձրացման, էֆորիայի տակ գնումներ կատարեն, իրականում տրեյդերները մենք կծախենք իրանց վրա, մենք դուրս կգանք, իսկ երբ որ մենք դուրս գանք մեծականակ, իրանց մոտ գները կսկսեն ընկնել եւ մենք վերադառնանք արդեն հրեշտակի թևերով, հասկանում եք, այդ նույն բանը, որ ծախել ենք իրանց վրա թանկով, այդ նույն բանը եթում ենք ավելի էժան առնում ենք, իսկ իրանք վախեցած ծախում են, որտեղ ասում են, վայ մենք կորուստի մեջ ենք, որ էլ ավելի շատ չկորցնենք, եկեք թափով ծախենք, այդ կորուստով նորից մեր վրա ծախում են, միջև հաջորդ ամբողը, որ նորից գգա եւ էլի թանկով կառնի։ Սա իրականություն է։ Մարդիկ սրանով միլիոններ են աշխատում, նստած ամեն օր։ Իսկ դուք ասում եք, թե Թուրքի մուլան ինչ ասեց։ Մտածեք, թե ինչի ասեց։ Եթե իրանք ուզենային թաքուն գործողություն անեին, իրանք այձև բաց է բաց չէին ասի։ Իրանք տենց ասին, որ դուք էլ տես մտածեք։ Ես ուզում եմ հիշացնել, երբ էր դա, ապրիլի 12-ին, թե 15-ին, ոբշեմ ապրիլի մեջ, այդ 12-ից 20-ը, ռուսական, անջիշտ հայկական եկեղեցին Մոսկվայում, հա, Ռուսաստանում, որ 18 թվին, էդ էլ նշեմ, երբ որ հայ ժողովուրդը դուրս էր եկել Սերժ Սարգսյանի դեմ, եւ դուք գիտեք բոլորդ, որ գերմեծամասնությունը հայ ժողովրդի իրականում դուրս էր եկել Սերժ Սարգսյանի դեմ, այ ոչ թե Նիկոլ Փաշինյանին բերելու կողմ, այ Սերժից հոգնել էինք, սաղաս ես էլ եմ դուրս եկել ու լավ եմ արել։ Դի հատուկ այն մարդկանց համար ասում եմ, բա դու չէիր պատժ կարել ժամանակ, արել եմ ու լավ եմ արել, որովհետեւ Սերժից հոգնել էինք, այդ պահին էդ արինք։ Ինչ իմանայինք, որ Նիկոլը սենց էր լինելու, այսքան թուլակազմ ալնելու, այսքան սուտա խոսալու, ինչ իմանայինք, այդ պահին էդ էր։ Ոբշեմ, չշեղվենք, ժողովուրդը գնացել էր հայկական եկեղեցի, ընդ ինքնաբոխն ոչ կռի, ոչ դավի, ոչ քֆուր, ոչ քյաֆար, այնքան որ իրանց համար հավաքվել էին, տենց պատժկա էին, հա, անում Հայաստանում հավաքված իրենց եղբայրներին, իրենց հայրենակիցներին։ Եվ մեկ միամիտ եկավ օմոնի մեքենաները եւ բոլորին սկսին ուժով ձերբակալել։ Մի հավաք, որտեղ որ ոչ մի բան տեղի չեր ունեցել։ Դուք պատկերացնում եք, ոչ մի բան տեղի չեր ունեցել։ Ոչ մեկին ոչ հայոյել էր, ոչ մեկին ոչ ծեծել էր, ոչ քրֆել էր, ոչ մի բան։ Իրականում այդ եզրաթային չէ, իրականում զանգել էր, բողոքել էր, որ գային ինքնաբուխ հավաքված մարդկանց ձերբակալեն եւ ցրեն եւ տանեն, շատերին մեծ տուգանքներ ա եկել։ Բայց սրա մասին երևի մենք խոսանք հետո Տեր Սահակի հետ, սա ուղղակի հիշացում էլի, հենց այդ նույն Գարեգինի եղբայրը ինչ էր անում եւ Գարեգին բն ինչ էր արել։ Նատել ասում եք Նիկոլի Ջրաղացին, չէ, հենց դու որ հիմի լինելով Վարդան Ղուկասյանի աջակից եւ դու հիմի Գարեգին բին ես պատժ կանում, չնայած դու քո ազատ կամք իրավունք ունես, ես ուղղակի մի քանի որ իմ մոտ կոմենտ ես գրել, ես դրա համար այսպես ասած բացատրությունն եմ տալի, հա, դու քո ազատ կամք իրավունք ունես, քո ազատ խոսքի իրավունք ունես։ Բայց եթե դու հիմի պատժ կայես անում Գարեգին բին, ով որ պատկանում է նույն մարդկանց կլանին, որն էլ որ անժոնա, անժիկնա, որն էլ որ նստացնում է Վարդան Ղուկասյանին, ուրեմն դու ավելի շատ ջուր ես լցում իրանց անժիկի ջրաղացին, քան թե Նիկոլի ու բարթացնում ես ավելի շատ Վարդան Ղուկասյանի իրավիճակը, հզորացնելով իրանց մաֆիան, իրանց թևերը, քանի որ դա մեկ մաֆիա է։
Մի հավասարվեք մանիպուլատիվ նորությունների զոհերի կարգավիճակին, մի հավասարվեք ռուսիկ լվացողների կարգավիճակին։ Իսկ այն մարդիկ, որ իրոք չեն նկատել, խաբվել են եւ իրոք հավատում են, խնդրեմ ավելի լավ ուսումնասիրել եւ իրականությունը տեսնել։ Աստծո օրհնությունը չի վաճառվում։ Միայն սատանան կարող է վաճառել Աստծո օրհնությունը։ Այսօր այսքանը, ցտեսություն, հաջողություն, ամենայն բարիք ձեզ։